Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Քոչարյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, նա նշել է, դրանք ցույց տվեցին, որ ինքն ինչ-որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա եւ կա կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 2021 թվականին ես չմասնակցեի ընտրություններին։ Աչքի առաջ ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները։ Հիշեք, թե ինչ արդյունքներ են եղել, ավելի լավ խորհրդարան ունենք, թե ավելի վատ։ Բավարար էր իմ ձայների մասնակցությունը։ Ոչ, բավարար չէ։ Կուզենենք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք, ընդգծել է նա։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի Երևան 2807 տոնական միջոցառումները կամփոփվեն ժամը 21:00-ին հոկտեմբերի 12-ին Հանրապետության հրապարակում Երգիչ Թաթա Սիմոնյանի համերգով նշվում է, որ դրա մասնակիցը կլինի նաև ճանաչված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Երևանի օրվան ընթառաջ էլ Հայաստանում մեկնարկում է «Բացահայտիր Հայաստանի երկնքից փուչիկների փառատոնը»։ Առաջին թռիչքները կկայանան հոկտեմբերի 10-ին Երևանի Էրեբունի ամրոց թանգարանի դիմացի հարթակից։ Օդապարիկները երկին կբարձրանան երկու անգամ՝ ժամը 7-ին եւ 16:30-ին։ Առավոտյան թռիչքը կլինի կոմերցիոն, իսկ օրվա երկրորդ կեսին երկին կբարձրանան լրագրողներն ու բլոգերները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկայվիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Այսօր հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 13:50-ի սահմաններում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին Volkswagen Magnesia ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել եւ գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ։ Վթարի հետևանքով 5 հոգի վիրավորում է ստացել, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայությունը, ինչպես նաեւ հետի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։